Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Babybox Armenia մոր և մանկան դեղատան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին հեշտ, արագ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար ծննդատան պայուսակներ և օգնելով հետծննդաբերական շրջանում։ Մեր դեղատունը գտնվում է Սասունցի Դավիթ 2/4 հասցեում։ Համեցեք, մեծ սիրով կօգնենք նաև ձեզ։ Եվ դուք դիտում եք մոր և մանկան մասին մեր հերթական հաղորդումը։ Այսօրվա հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք վիտամին D3-ի կարևորության մասին երեխայի կյանքում։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topicrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն և հաստատված է մաշկաբանների կողմից։ Երբ մենք խոսում ենք երեխայի առողջության մասին, իհարկե մենք չենք կարող մոռանալ վիտամին D3-ի կարևորության մասին։ Վիտամին D3-ը այն վիտամինն է, որը առաջին օրերից երեխային պարտադիր պետք է մենք տանք, և ոչ մի այլ վիտամին այդքան մեծ նշանակություն չունի երեխայի կիրառման հարցում, որքան վիտամին D3-ն է։ Ինչի՞։ Որովհետև վիտամին D3-ը մասնակցում է բազում գործոնների օրգանիզմում։ Օրինակ դրանցից են կալցիումի և ֆոսֆորի ներծծումը օրգանիզմում։ Առանց կալցիումի և ֆոսֆորի նորմալ չի ձևավորվում երեխայի ոսկրային համակարգը և ատամների ձևավորումը նույնպես, բայց ծնվելուց հետո առաջին իսկ օրերից մայրիկը պետք է պարտադիր կերպով երեխային վիտամին D3-ը տա։ 7-րդ օրվանից սկսած մոտավորապես ձեր մանկաբույժը նշանակելու է ձեր երեխային վիտամին D3, այսինքն խոլի կալցի ֆերոլը։ Ուրեմն այսպես նշենք, որ առաջին իսկ օրերից դուք երեխային տալիս եք վիտամին D3-ը 1 կաթիլով, իհարկե դեղաչափը կարող է տարբեր լինել, ես դեղաչափի մասով ավելի ուշ կխոսեմ, իսկ հիմա ձեզ պատմեմ նրա մասին, թե ինչում է մասնակցում վիտամին D3-ը։ Արդեն նշեցին կալցիումի և ֆոսֆորի յուրացման հետ կապված, շատ կարևոր դեր ունի ոսկրային համակարգի ձևավորման հարցում, և եթե երեխայի մոտ կա պակաս վիտամին D3-ի, շատ հնարավոր է երեխայի մոտ ոսկրային համակարգը լինի բավականին փխրուն և առաջանա նաև այսպես կոչված ռախիտի հիվանդությունը, դա շատ բարդ հիվանդություն է, ուստի դրա հետ կապված պարտադիր պետք է շատ ուշադիր լինել։ Նաև վիտամին D3-ը մասնակցում է բազում ֆունկցիաների օրգանիզմում, սկսած հորմոնային համակարգի հետ կապված, վերջացած սիրտ-անոթային համակարգով։ Մկանային ամրության, մկանային զարգացման հետ կապված մեծ նշանակություն ունի վիտամին D3-ը, սրտանոթային համակարգի ձևավորման հարցում, որովհետև կալցիումը բավականին մեծ նշանակություն ունի նաև մեր օրգանիզմի անոթների պատերի հետ կապված և ճնշման հետ կապված, իսկ ինչպես մենք արդեն նախորդում նշեցինք, վիտամին D3-ը կալցիումի յուրացման հարցում է մեզ օգնում։ Նաև շատ կարևոր նշում անեմ, որ վիտամին D3-ը բավականին մեծ նշանակություն ունի երեխայի նյարդային համակարգի ձևավորման հարցում։ Ինչի, որովհետև նյարդային համակարգը իհարկե մեր համար շատ կարևոր է, երեխայի նյարդային համակարգից կախված է շատ բան, և անգամ այն փաստը, որ երեխային փոքր տարիքում մինչև 1 տարեկան ընկած ժամանակահատվածում, եթե դուք ճիշտ չափականակով երեխային տալիս եք վիտամին D3, հետագայում դպրոցական շրջանում երեխան ավելի հանգիստ է լինում, դասերի ժամանակ ավելի նստակյաց է լինում և ավելի ուշադիր է լինում։ Ուստի վիտամին D3-ը նաև հետագայում շատ կարևոր է երեխային տալ, և առաջին իսկ օրերից, երբ մենք երեխային տալիս ենք վիտամին D3, հետագայում դա անդրադառնում է ավելի մեծ տարիքում երեխայի ուշադրության և նյարդային համակարգի կարգավոր աշխատելու հարցում։ Եվ իհարկե, ամենակարևորը դա մեր երեխայի իմունիտետն է, և իհարկե մեծահասակների իմունիտետը ևս, իսկ վիտամին D3-ը բավականին մեծ նշանակություն ունի իմունիտետի հարցում։ Ինչն է իմունիտետը։ Իմունիտետը դա մեր օրգանիզմի պաշտպանությունն է արտաքին միջավայրի տարբեր ազդակներից։ Դա կլինեն վիրուսները, բակտերիաները, տարբեր հիվանդությունները, և որպեսզի մեր օրգանիզմը կարողանա պաշտպանվի այդ բոլոր արտաքին միջավայրի ազդակների հանդեպ, մեր օրգանիզմը պետք է լինի ամուր, կայուն, և այդ կայունությունը ապահովում է նաև վիտամին D3-ը։ Ուստի մենք հասկացանք, որ վիտամին D3-ը մասնակցում է բազում ֆունկցիաների մեր օրգանիզմում և իր հանդեպ բավականին մեծ ու լուրջ
ուշադրություն պետք է մենք տրամադրենք երեխայի զարգացման ընթացքում։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես ենք մենք ստանում վիտամին D3-ը մեր օրգանիզմում։ Դրան կա 3 ճանապարհ։ Առաջին ճանապարհը դա իհարկե բոլորիս հայտնի արևի ճառագայթներն են։ Երբ երեխան լինում է արևի ճառագայթների ներգործության տակ, արևի ճառագայթների շնորհիվ մաշկում, երեխայի մաշկում սինթեզվում է վիտամին D3։ Շատ կարևոր նշում անեմ, որ դուք չեք կարող այնքան երկար երեխային թողնել արևի տակ, որպեսզի այդ վիտամին D3-ի օրական չափականակը երեխայի մոտ մաշկում արտադրվի։ Դա անհնար է պարզապես։ Շատ կարևոր փաստ, մենք բոլորս, ինչպես գիտակից ծնողներ, երբ բալիկին թողնում ենք արևի տակ, պարտադիր կերպով հագցնում ենք երեխային լայնեզր գլխարկ, հագուստով է երեխան լինում, իհարկե արև պաշտպան քսուկներ ենք կիրառում եւ 11-ից 4 ընկած շրջանում փորձում ենք շատ ինտենսիվ արևի ճառագայթների ներքո երեխային չթողնել, բայց հենց այդ ժամին է, որ արևի ճառագայթները հասնում են այն պիկին, որոնց շնորհիվ որ երեխայի օրգանիզմում սինթեզվում է վիտամին D3։ Ուստի մենք կարող ենք հասկանալ, որ այս պայմաններում մենք լիարժեք չենք կարող երեխային ապահովել վիտամին D3-ով արևի ճառագայթների շնորհիվ։ Հասկացանք այստեղ, որ այո, արևի ճառագայթները մեզ օգնում են, բայց չեն կարող այնքան օգնել, որ լիարժեք մենք ապահովենք երեխայի օրական չափաբաժինը վիտամին D3-ի։ Երկրորդ, մեր աղբյուրը վիտամին D3-ի դա սնունդն է։ Սնունդով եւս մենք կարող ենք վիտամին D3 ստանալ, մենք եւ մեր երեխաները, սակայն հաշվի ենք առնում, որ ոչ բոլոր սննդամթերքները հագեցած են վիտամին D3-ով։ Հիմնականում վիտամին D3-ը կա ձկնեղենի մեջ, այսինքն ավելի ճարպոտ ձկներում կա վիտամին D3, դա կարող է լինել սաղմոնը, կարող են այլ տեսակի ձկներ լինեն, ավելի ծովային ձկները։ Եվ իհարկե վիտամին D3-ը պարունակվում է նաև դեղնուցում, ձվի դեղնուցում, որոշ կաթնամթերքներում դա կարող է լինել կարագը եւ նաև օրինակ տավարի լյարդում կարող է լինել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ փոքր երեխաները, նորածին երեխաները այդ սննդամթերքը չեն կիրառում, իհարկե, ավելի մեծ տարիքում երեխաները եւս չեն կարող այնքան սնվել այդ սննդատեսակներով, որպեսզի լիարժեք ապահովեն վիտամին D3-ի օրական չափաբաժինը օրգանիզմում։ Ես մի պարզ օրինակ բերեմ։ Մեկ ձվի դեղնուցը իր մեջ պարունակում է ընդամենը մոտավորապես 40 միջազգային միավորի վիտամին D3, իսկ օրական պահանջը երեխայի վիտամին D3-ով ոչ նորածնի շրջանում արդեն ավելի մեծ տարիքում, երբ ինքը կարող է օրինակի համար ձվից օգտվել, մոտավոր 600-ից 1000 միկրոգրամ է եւ անգամ ավել։ Ուստի պատկերացրեք, քանի հատ ձվի դեղնուց օրական երեխան պետք է ուտի, որպեսզի ինքը կարողանա լիարժեք ապահովի այդ վիտամին D3-ի օրական չափաբաժինը։ Իհարկե չի կարող եւ ասեմ ձեզ նաեւ, որ այդքան շատ ձու ուտելը վտանգավոր է երեխայի համար եւ այսպես կարող ենք հասկանալ, որ ինչքան էլ երեխան սնվի այն սննդամթերքով, որը պարունակում է վիտամին D3, օրական քանակը մենք չենք կարող երեխայի մոտ ապահովել։ Եվս մի կարևոր բան, նորածին երեխաները, որոնք սնվում են միայն մայրական կաթով, ստանում են ավելի քիչ քանակի վիտամին D3, քան այն երեխաները, որոնք հավելումներ են օգտագործում սննդային, որովհետև սննդային հավելումները սովորաբար հագեցած են լինում վիտամին D3-ով, չնայած մենք պարտադիր պետք է հիշենք, որ մայրական կաթը ոչ մի բան չի կարող փոխարինել, մայրական կաթից ավելի լավ ոչինչ չի կարող ազդել երեխային եւ իմունային համակարգի վրա երեխայի, մայրական կաթը ամենալավ է անդրադառնում, սակայն վիտամին D3-ը մայրական կաթում շատ նվազ է։ Օրական կտրվածքով ես դες կարող եմ օրինակը բերել, մոտավորապես 20-ից 80 միջազգային միավոր վիտամին D3 է պարունակվում, բայց մեր երեխային նորածնի շրջանում անհրաժեշտ է մինիմում օրական օպտիմալ դոզան դա 400 միջազգային միավոր է, եթե երեխան առողջ է, նորմալ է, ամեն օր պետք է 400 միջազգային միավոր երեխան կիրառի մինչև 1 տարեկանը անպայման, այնուհետև մի քիչ ավելի բարձրանում է դոզավորումը։ Հիմա միտքը այն է, որ եթե մայրական կաթում 1 լիտրում պարունակվում է 20-ից 80 միավոր, մենք երեխային օրվա կտրվածքով այնքան մայրական չենք կարող տալ կաթ, որպեսզի եւս օրական չափականակը երեխային բավարարի։
Իհարկե, հավելումների միջոցով մենք դրան հասնում ենք, հիմա կանդրադառնանք արդեն հավելումների թեմային։ Երրորդ եւ ամենաճիշտ տարբերակը, որով դուք կարող եք հագեցնել երեխային վիտամին D3-ի օրական չափաքանակով, դա հավելումներն են, միանշանակ։ Ուստի երեխայի 7-րդ օրվանից սկսած ձեր մանկաբույժը ձեզ նշանակելու է երեխային տալ այդ կարևոր մեկ կաթիլը, որը պարտադիր կերպով պետք է դուք երեխային տակ։ Ինչի, որովհետև այս դեպքում մենք արդեն հասկանում ենք, որ այն չափաքանակը, որը երեխայի համար օպտիմալ է եւ կարեւոր է երեխայի առողջության համար, մենք ստանում ենք հենց հավելումների միջոցով։ Ոստի հասկացանք այդ 3 ճանապարհի մասին, բոլորի առավելությունները եւ թերությունները մենք հասկացանք։ Հիմա անդրադառնանք նրան, թե ինչ տեսակի վիտամին D3-ի տարբերակներ գոյություն ունեն։ Վիտամին D3-ը լինում է կաթիլների տեսքով, հաբերի տեսքով, բայց պարզա հաբերի տեսքով վիտամին D3-ը մենք նորածնին չենք կարող տալ, ուստի մենք տալիս ենք կաթիլների տեսքով։ Կաթիլների տեսքով վիտամին D3-ը լինում է ջրային եւ յուղային։ Հիմա խոսենք երկուսի առավելությունների եւ թերությունների մասին։ Առհասարակ շուկայում կան տարբերակներ եւ ջրային եւ յուղային եւ բժիշկները շատ դեպքերում նշում են, որ որը ցանկանում է կարող եք դա էլ կիրառել, ամեն բժիշկ ունի իր նախընտրելի տարբերակը։ Մենք խորհուրդ ենք տալիս երկու տարբերակից էլ օգտվել, կարող եք նաեւ կատարել այսպես, կարող եք մեկ ֆլակոն կիրառել ջրային լուծույթը, մեկ ֆլակոն յուղային լուծույթը, իհարկե ըստ երեխայի առողջական վիճակի բժիշկը կարող է կարգավորումներ տալ, օրինակի համար ձեզ նշանակել անմիջապես յուղային լուծույթը, բայց այստեղ մի նյուանս կա։ Եթե դուք երեխային տալիս եք ջրային լուծույթը, այս դեպքում դուք պետք է լինեք շատ ուշադիր։ Եթե դուք լավ ձևով չեք փակում շշի գլխիկը, այս դեպքում ջրային լուծույթի դեպքում լուծույթը կարող է օքսիդանալ օդի հետ շփման արդյունքում։ Օքսիդանալու ժամանակ ինչ է կատարվում, ջուրը գոլորշիանում է եւ արդյունքում ձեր շշի մեջ քչանում է լուծույթի քանակը, ուստի կոնցենտրացիան վիտամին D3-ի այս լուծույթում բարձրանում է եւ այս դեպքում դուք կարող եք ձեր երեխային վնասել այնքանով, որ դուք կտաք 1 կաթիլ երեխային վիտամին D3, բայց այդ մեկ կաթիլում կոնցենտրացիան վիտամին D3-ի կլինի ավելի բարձր, քան նորմալում պետքա լինի եւ կարող է առաջանալ գերդոզավորում։ Ուստի ջրային լուծույթի առանձնահատկությունները դրանք են, այսինքն դա է առանձնահատկությունը, պարտադիր կերպով պետք է շատ լավ փակեք գլխիկը, որպեսզի ձեր ջրային լուծույթը չօքսիդանա։ Այսպես, սա նշեցի, ինչպես ենք մենք կիրառում վիտամին D3-ը, հիմա անդրադառնանք այդ հարցին, մենք օգտագործում ենք վիտամին D3-ը պարտադիր առավոտյան ժամերին։ Հաշվի առնելով, որ վիտամին D3-ը ճարպալույծ վիտամին է, մենք իրան, ինչպես որ վիտամին C-ն օրինակ, ջրով չենք կարող օգտագործել։ Ճարպալույծ վիտամինները ճարպերով են օգտագործվում, որպեսզի նրանք ավելի լավ յուրացվեն օրգանիզմում։ Եվ պարզ է դառնում այն հանգամանքը, որ վիտամին D3-ը դուք պետք է երեխային տակ կամ ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո, որ ստամոքսը լինի երեխայի մոտ արդեն ոչ դատարկ վիճակում, ճարպոտ սնունդ տակ երեխային եւ վիտամին D3-ը նորմալ ձևով յուրացվի օրգանիզմում։ Ինչի առավոտյան ժամերին, ոչ երեկոյան ժամերին։ Դա էլ ունի իր պարզ տրամաբանական պատասխանը։ Քանի որ վիտամին D3-ը մասնակցում է մարդու ցիրկադային ռիթմի կարգավորմանը, երեկոյան ժամին ընդունելու դեպքում նա կարող է խաթարել մելատոնինի արտադրությանը եւ երեխայի մոտ այդ քնի ռեժիմը խախտվի, այսինքն երեկոյան ժամին ինքը լինի ավելի ակտիվ, քանի որ մելատոնինը նորմալ ձևով չի արտադրվում օրգանիզմում եւ երեխային այդ ակտիվության պատճառով չկարողանա նորմալ քուն մտնի։ Ուստի երեկոյան ժամին մենք չենք տալիս վիտամին D3, որ այդ ցիկլը չխանգարենք, երեխան հանգիստ քուն մտնի, նորմալ քնի, հանգիստ լինի, մենք տալիս ենք առավոտյան ժամերին եւ չենք խանգարում երեխայի քնին։ Ուստի հասկացանք, որ առավոտյան ժամերին ենք ընդունում վիտամին D3-ը եւ ընդունում ենք ուտելու ընթացքում
կամ ուտելուց հետո ճարպոտ սնունդով։ Երեխայի դեպքում, որը կաթով է սնվում, նորմալ է կաթի հետ տալիս եք, երեխայի մոտ նորմալ ամեն ինչը յուրացվում է։ Եվ պարտադիր կերպով հաշվի ենք առնում այն դեղաչափը, այն դոզավորումը, որը նշանակում է ձեր մանկաբույժը, որովհետև միայն մանկաբույժը կարող է որոշել, թե ձեր երեխային որքան վիտամին D3 է անհրաժեշտ։ Հիմա խոսենք նաև վիտամին D3-ի դեղաչափի մասին, այստեղ մենք կանդրադառնանք նաև մեծերի դեղաչափին, ընդհանուր կպատմեմ, թե որքան միջազգային միավոր է անհրաժեշտ ամեն տարիքում։ Երեխաներին, նորածին եւ իհարկե հաշվի առնելով օպտիմալ դեղաչափ, այսինքն եթե դուք առողջ եք, եթե դուք չունեք խնդիր, սա օպտիմալ դեղաչափն է, որը դուք կարող եք օգտագործել։ Եթե երեխան նորածին է, այդ դեպքում երեխաներին նշանակում են մոտավորապես 400-500 միջազգային միավոր ամեն օր կիրառելու նպատակով մինչև 2 տարեկանը։ Մինչև 2 տարեկան ամեն օր դուք պարտադիր կերպով պետք է ձեր բալիկին տաք վիտամին D3-ը։ Եթե երեխան արդեն ավելի մեծ է, 1 տարեկանից բարձր երեխաների դեղաչափը մոտավորապես 600-ից մինչև 1000 է, դա էլ կարելի է հանգիստ օպտիմալ քանակ այդքանը կարելի է տրամադրել երեխային, բժիշկը էլի խնդիրների դեպքում կարող է բարձրացնել դեղաչափը։ Մեծահասակներին սովորաբար անհրաժեշտ է լինում մոտավորապես 2000 միջազգային միավոր, եթե տարիք ավելի բարձր, օրինակ 70 տարեկանից բարձր է մարդը, իհարկե այս դեպքում պետք է շատ ավելի ուշադիր լինենք, որպեսզի վիտամին D3 մարդը անպայման ստանա, քանի որ իմունային համակարգն է այս դեպքում արդեն նվազ լինում ավելի, ոսկրային խնդիրներ են առաջանում, սիրտանոթային համակարգը խնդիրներ կարող է ունենալ, ուստի 70 տարեկան մարդիկ եւս ինչպես որ նորածին մարդիկ ռիսկի գործոն ունեն վիտամին D3-ի ցածր քանակի հետ կապված անպայման պետք է ուշադրություն դարձնել եւ ինչպես մենք կարող ենք իհարկե հասկանալ դուք ունեք խնդիր, ունեք կարիք վիտամին D3-ի, թե չէ։ Այս դեպքում իհարկե մենք հանձնում ենք փորձաքննություն արյան անալիզ եւ այդ արյան անալիզը կոչվում է 25 OHD, որը մեզ ցույց է տալիս վիտամին D3-ի քանակը արյան մեջ եւ ասեմ նորմաների մասին, եթե 20-ից ցածր է վիտամին D3-ի քանակը, այսինքն 20 նանոգրամից ավելի քիչ է, այս դեպքում մենք ունենք դեֆիցիտ վիտամին D3-ի եւ պարտադիր կերպով բժիշկը պետք է նշանակի ձեզ ավելի բարձր դոզա, որպեսզի մենք բալանսի բերենք վիտամին D3-ը եւ խնդիրներ իհարկե չունենանք։ Եթե ձեզ մոտ 30-ից 50 նանոգրամ է, այս դեպքում նորմա է դա դիտարկվում, ոչ մի խնդիր չկա, բայց ամեն պարագայում օրական ձեր օպտիմալ դոզան դուք կարող եք կիրառել, որպեսզի պահպանեք այդ նորմալ քանակը վիտամին D3-ի ձեր օրգանիզմում։ Եվ իհարկե, եթե օրգանիզմում վիտամին D3-ի արյան մեջ քանակը 80-ից եւ 100-ից բարձր է, 80-100 նանոգրամից բարձր է, այդ դեպքում դա արդեն գերդոզավորում է, այս դեպքում արդեն բժշկի հետ խորհրդատվություն է անհրաժեշտ, բժիշկը հասկանում է, թե որտեղից եք դուք այդքան վիտամին D3 ստանում, հնարավոր է հավելումները սխալ դեղաչափով եք կիրառում, հնարավոր է շատ երկարաժամկետ եք կիրառել, ես պետք է ձեզ նշեմ, որ վիտամին D3-ը կուտակվելու, քանի որ ինքը ճարպալույց վիտամին է, ինքը կուտակվում է օրգանիզմում եւ եթե երկար ժամանակ դուք կիրառեք վիտամին D3-ը սխալ դեղաչափով, այդ դեպքում դες մոտ կարող է այս խնդիրը լինել, իհարկե նաեւ կախված է թե ինչ երկրում եք ապրում, արևի ներգործությունը մաշկի վրա ինչքան է, հնարավոր է նաեւ սննդակարգի հետ կապված լինեն ինչ որ խնդիրներ եւ հնարավոր է որ բժիշկը ինչ որ փոփոխություններ մտցնի։ Նաև կարող ենք հասկանալ իհարկե ոսկրային համակարգի փոփոխություններից, դեֆորմացիաներից, փխրունությունից, այդ ամենը կարող է մեզ փխրունությունը իհարկե դուք չեք կարող հասկանալ, բայց օրինակ դեֆորմացիաները կարող են ձեզ ասել, որ երեխան ունի որևէ խնդիր, հա, ոսկրային համակարգի հետ, սա իհարկե շատ բարդ խնդիր է եւ շատ լուրջ հետևանքներ է ունենում, բայց կանխարգելելու դեպքում մենք այդ խնդրին չենք բախվում, ուստի պարտադիր պետք է այդ վիտամին D3-ի մասին իմանալ, պետք է անպայման երեխային տալ այդ վիտամին D3-ը, որպեսզի խնդիր չառաջանա։ Եվ իհարկե, եթե վիտամին D3-ը օրգանիզմում ավելի բարձր է, քան նորմալն պետք է լինի, երեխայի մոտ կարող է առաջանալ ախորժակի բացակայություն, կարող է նա նիհարել, լինել նույնպես թույլ,
Եվ դա եւս խոսում է նրա մասին, որ խնդիր կա օրգանիզմում, մանկաբուժի հետ պարտադիր միշտ մենք լինում ենք կապի մեջ, խորհրդակցում ենք, նա շատ լավ գիտի, երբ է ձեզ անհրաժեշտ այդ անալիզը եւ միայն նա է նշանակում ձեզ այդ անալիզի ստուգումը պարտադիր կերպով միայն բժիշկն է նշանակում։ Իհարկե, եթե դուք մեծահասակ եք, չունեք խնդիր եւ վաղ արյան անալիզ հանձնելու եւ ուզում եք իմանալ ձեզ մոտ այդ խնդիրը կա թե չէ, կարող եք հանգիստ գնալ, հանձնել, իմանալ եւ կարգավորել վիտամին D3-ի օրգանիզմում չափաքանակը։ Երեխաների դեպքում, քանի որ իրենք պուճուր են, մի քիչ մենք ավելի շատ ենք վախենում, հա, այդ արյան հանձնելու process-ներից ցավ չպատճառելու համար, դա ավելի լավ է թող բժիշկը որոշի, անհրաժեշտությունը կա թե ոչ։ Այսպես խոսեցինք նաև նշանների մասին, հիմա կխոսենք նաև նրա մասին, թե առհասարակ ամենակարևոր կետերը որոնք են, այսքանը մենք իմացանք, ամփոփեցինք, հիմա կխոսենք նրա մասին, թե ինչին հիմա պետք է մենք ուշադիր լինենք։ Առաջինը, ուշադիր ենք լինում պարտադիր, որ նորածին շրջանից սկսած երեխան պարտադիր կերպով կիրառի իր այդ չափաքանակը օրական վիտամին D3-ի։ Երկրորդը ուշադիր ենք լինում, որ երեխան նաև լավ սնվի, ինչի ոչ, պետք է ուտի նորմալ ճարպոտ սնունդ, կարակ, միս, ձու պարտադիր տվեք, իհարկե պետք չի շատ տալ, բայց ձվի դեղնուցը անհրաժեշտ է, երբ որ մենք արդեն անցնում ենք հավելյալ սնունդի, շատ դեպքերում հենց կաշկաների հետ մենք անմիջապես դեղնուցն ենք խառնում, որպեսզի վիտամին D-ն նաև ստանանք օրգանիկ տարբերակով, հա, սնունդից։ Իհարկե պետք է անընդհատ հետևել երեխային, հետևել իր տրամադրությանը, առույգությանը, վիրուսային հիվանդությունների հանդեպ իր զգայունության, հա, մակարդակին, եթե զգում ենք երեխան անընդհատ հիվանդանում է, մի հատ հաշվի ենք առնում, հնարավոր է երեխայի իմունիտետը ցածր է, հնարավոր է ինչ-որ ձև կարող ենք նաև դրան անդրադառնալ, որ երեխայի իմունիտետը բարձրացնենք։ Եթե տեսնում ենք, որ երեխան գիրացել է կամ հակառակը շատ է նիհարել, եւս դրան ուշադրություն ենք դարձնում, դա վիտամին D3-ի հետ կարող է կապ ունենալ, ուշադրություն ենք դարձնում նաեւ նրան, որ երեխան շատ չքրտնի, ինչպես որ արդեն հասկացանք, եթե շատ է քրտնում, դա էլ է խոսում դրա մասին, որ չափաքանակը մեր օրգանիզմում վիտամին D3-ի ցածր է։ Եվ եւս մի կարևոր նշում անեմ, մենք այսքան այսօր խոսեցինք այն նշանների մասին եւ այն խնդիրների մասին, որոնք ի հայտ են գալիս ցածր քանակի վիտամին D3-ի մասին, բայց չանդրադարձանք նրան, թե ինչ կարող է լինել մեծահասակի եւ իհարկե երեխայի նաեւ օրգանիզմում այն դեպքում, եթե մեր մոտ գերդոզավորում է, հա, տարբեր խնդիրներից ելնելով, ինչպես նշեցի, հնարավոր է սխալ դեղաքանակ ենք տվել, հնարավոր է շատ երկարատև ենք տվել, այս դեպքում կարող է հայտ գալ այսպես կոչված գիպերկալցիեմիա հիվանդությունը, խնդիրը դա ինչն է, եթե մենք արդեն սկիզբը հիշենք մեր հաղորդման, ես նշեցի, որ կալցիումի յուրացմանը շատ մեծ նշանակություն է տալիս վիտամին D3-ի ընդունումը։ Եթե մենք շատ ենք վիտամին D3 ընդունել, այս դեպքում կալցիը նորմալ չի դուրս գալիս օրգանիզմից, կուտակվում է օրգանիզմում եւ որտեղ կուտակվում է իհարկե անոթերի պատերի վրա։ Եվ այդ արդյունքում առաջանում է գիպերկալցիեմիա խնդիրը, սիրտ-անոթային խնդիրներ են առաջանում, իհարկե կալցիումը նորմալ դուրս չի բերվում օրգանիզմից, ուստի դրան էլ պետք է ուշադիր լինել, վիտամին D3-ը շատ կարևոր է ճիշտ դոզաներով օրգանիզմում։ Այսքանը, ես հույս ունեմ ձեզ այսօր ինչ-որ նոր հետաքրքիր բան կարողացա փոխանցել, նոր ինֆորմացիա դուք ստացաք ձեզ համար, շատ կարևոր թեմա է վիտամին D3-ը, վիտամին D3-ի մասին շատ են խոսում, ամեն տարի նոր հոդվածներ են գրվում, նոր փորձեր են արվում, եթե հետաքրքիր է կարդացեք, ուսումնասիրեք, եղեք զինված գիտելիքներով, երբ հարցը վերաբերվում է ձեր մանուկ երեխային, անպայման ուշադիր ամեն ինչին եղեք եւ վիտամին D3-ին մանավանդ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topikrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն եւ հաստատված է մաշկաբանների կողմից։ Ես մաղթում եմ առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքին։ Մենք անպայման կհանդիպենք հաջորդ հաղորդման ժամանակ, իսկ այսօր այսքանը։ Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքին։ Մինչ նոր հանդիպում։